Պարոն Ամալյան, այսօր մի շարք դատական նիստեր էին ընթանում, հիմա շարունակվում է Ուժեղ Հայաստան կուսակցության հիմնադիր Ալիկ Ալեքսանյանի դատը, ինչ կասեք այս դատական գործերի մասին? Երկուսին ներկա էի, դե երրորդը փակ է, ներկա չեմ։ Չգիտեմ, ես այս համակարգից ոչ մի լավ բան դեռ չեմ սպասում։ Աստվածտա գոնե երրորդը լավ վերջել է։ Առհասարակ, որ ընդդիմադիր գործիչներին տանում են այսպես կալանքների գործերը ձեզ արդար են, իրավական են, թե շատ ամենաարդար գործերը դրանք են։ Բայց եկա տերորիստներին բռնել են, բա չդատը։ Սրբազանին չեք տեսել, ինչ տիպի ահավեկիչ է։ Դե վախկոտ մարդու դրսևորումը, ուժեղ մարդկանց մեջ միշտ վախ է տեսնում եւ փորձում է վնասազերծել, սա նորմալ դրսևորում է։ Պարոն Ամալյան, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ վեհափառ հայրապետը չի օրհնելու, այսպես ասած, ազգային ժողովի առաջին նիստը, Փաշինյանը գերադասել է կարգալույծ եպիսկոպոսի, ինչ կասեք այս մասին? Այնքան բան կա ասելու, որ եթերային չի։ Դե նախ առաջին անգամ մեր առաջնորդ կոչեցյալը հլնայիկ ով է։ Արդեն որ նայում ես ոչ մի զարմանալու ուրիշ բան չի։ Գիտեք ինչ, բառակույտ ասելը դեռ միտք եւ խոսք չի։ Այդ մարդը ֆիզիկապես ենթակա չի որևէ տրամաբանական նախադասություն ձևակերպելու։ Ինչ ենք ուզում սպասել իրենից։ Եվ ինչ որ կատարվում է օրինաչափը։ Միայն օրինաչափը մի օրինաչափություն կա, որ դեռ այդպես չի, զարմանում, որ այսքան համախոհ մարդ ինչու են դուրսը, ինչու մնացածին էլ չի բռնում, որովհետև ես այլ բան իրենից չեմ սպասում, եւ ասեմ, ոչ մի երևույթից արդեն սկսել եմ չզարմանալ, որովհետև ցավոտ իրականությունն է, բայց սա գիտեմ, որ բոլոր գիշերները լուսաբացով են ավարտվում։ Սա երկար չի մնալու, այս իրականությունը։ Ինչպես կփոխվի Աստված Ձեզ նաև չի զարմացնում, որ Փաշինյանն այսօր ցանկություն է հայտնել ֆիլմը կարահանել իր կատարած սահմանազատման մասին։ Նախ այդ սահմանազատման մասին դուք ինչ կարծիք եք եւ եթե ֆիլմ նկարի, դա դրական, այսպես ասած, կողմով ահա ցույց տալու եւ պատերազմ պարտված ղեկավարը փաստորեն դա իր կատարած սահմանազատումը ներկայացնում։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ուղղակի որպես քաղաքացի, ոչ թե այդ երկհան վաստակավորման, այդ ամբողջը թողենք որպես հայ քաղաքացի։ Մի քիչ էլ երևի են կողմից, որ նաև ինքս եմ մասնակցել, որդի եմ կորցրել, ընկերներ եմ կորցրել։ Ուզում եմ ուղղակի Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ որպես մարդ իրեն դիմել եւ ասացիս գիտեք ինչն է։ Նիկոլ, եթե այսօր պատերազմ չի, դա նրանից չի, որ դու խաղաղություն ես կնքել, դա նրանից է, որ արտաքին քաղաքական ուժերին պետք չի, որ այսօր Ալիևը հարձակմանից։ Եվ եթե դու շատ ուզենաս կամ այստեղ ուղղությունն այդպես չլներ, ինչպես դու էիր ասում, պատերազմ չէր լինի։ Իսկ եթե Ալիևը որոշի հարձակվի, քո մռնչոցից չի վախենալու։ Ցավոք սրտի այդպես է։ Իսկ այդ ֆիլմի գաղափարի մասին ինչ կասեք։ Ես պիտի գաղափարը արտահայտող որևէ գաղափարական հնարավորություն ունենա, որ որևէ գաղափարի մասին գաղափար խոսեմ։